Բարի օր հարգելիներս, դե ինչ, կամաց բացահայտվում են քաղաքական եւ ոչ քաղաքական իմաստով բացիլները, որ մեր մեջ կան թուրքասերները եւ հակահայկական քարոզչություն տարածողները, դրանցից մեկը չկայացած քաղաքագետ, չկայացած քաղաքական գործիչ, դերևս պատմուզնիկը թաց վազող մեկը կա, հեսա դնում եմ մի հատ նայեք, 48 վայրկյան։ Եթե Արցախ անունը տալիս ես ու եթե մի հատ ժեկի պետի պաշտոն ունես, քեզ ապալ-թապալ բան են անում, ազատվելու դիմում գրելու բան են տալիս, հրաման։ Կներեք էլի, բայց Արցախ կներեք, Արցախ։ Լավ, մենք չենք ասում գնում ենք Արցախը գրավենք պատերազմով, բայց մենք նաև երբ որ պատմությունից ենք խոսում, չենք կարող, չէ՞ Արցախի։ Պատմությունը անհերքելի ճշմարտություն է, որը գրված է, պատմությունը պատմաբանների քննության առարկա է, պատմությունը պատմաբանների համար բանավիճելու առարկա է։ Պատմականորեն ակնհայտ է, որ հազարամյակներ այդտեղ այդ հողի վրա հայեր են ապրել, պատմականորեն ակնհայտ է, որ երբեք որպես այդպեսին Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն որպես այդպեսին չի եղել, առավել ևս չի եղել Արցախի հանրապետություն։ Դե ինչ, լսեցիք ժողովուրդ ջան, այս քաղաքական իմաստով վիրուսին լսեցիք թե ինչ ասում Արցախի համար։ Լսի տղա ջան, այն որ դու սենց դեմքը ճամարտած, աշկերտ գիտած, ինչ Արցախի հանրապետություն անկախ երբևիցե չի եղել։ Լսի, ուրեմն այդ դրոշի համար, այդ պետության համար, Արցախի անկախության համար տասնյակ հազարավոր հայորդիներ են պարգել, հերոսացել, ու քո նմանները չեն, որ պետք է գնահատական տան Արցախը եղել է, չի եղել, ինչ կլինի Արցախի հետ։ Ես ուղղակի քեզ մենակ մի բան խորհուրդ կտամ, վեճ մեշոկդ միշտ քո ձեռքի տակ տունը դրածնես տղան մոտը։ Հենց քո նմանները, այս բացայված բացիլները հայկական հասարակության եւ հայկական պետականության մեջ տեղ չեն ունենալու։ Դաժե չեմ էլ կարող ասեմ լավ մնացեք, վատ մնացեք։